մեր շենքը 91 թվից սարքած է, բայց մենք միշտ խնդիր ենք ունեցել թե պատվալների նույնը չէր, թե գրիշի միահավոր վիճակը, անձրևը ձունն եկավ, սաղի տները հարանվում ալրիվ։ Այդ առաջերտին, ինչքան դիմել է հարևանուհիս էլ բոլորս, բնակբաժին ոչ մեկը ոչ մի բան չեն ասել, քաղաքապետարան նույնիսկ գնացել ենք, դիմումներ էլ ենք գրել, ամեն ինչ էլ արել ենք, ոչ մի օգուտ, փողերը հավաքեք, բայց մենք մուծում անում ենք, հենց չի որ մենք բնակբաժնին պարտքեր ունենք, չէ, դիմումել ենք ուղարկել դաժե Երևան, նախարարություն ենք ուղարկել, նույն պատասխանն ա եկել։ Գումարները հավաքեք, դուք ձեր ուժերով ինչքան կարող եք այնքան արեք։ Բայց ոչ մի բան չեն անում։ Մենակ պահանջեն, լավ մի քիչ ուշացրա մուծումները տես կգան ինչ կանեն։ Լրիվ ջուրը մեջ տուն ալացվում։ Չգիտեմ էլի մենակ իմը, մինչև առաջարկ իջնեմ, բոլորս էլ բողոքավոր են։ Բարձացեք, տեսեք, հա, մտեք բաղնիկ, ես ռիսկս չի հերիքեմ, որ նորից բաղնիկ սարքեմ, մուր տանը 6 ամսական երեխա ունեմ, այդ խոնավության մեջ, չգիտեմ էլի մեր այս վիճակը մինչև երբ կարա շարունակվի։ Ո՞րը չի պատճառում։ Այդ գալիս է էլի անձրևաջուրը, կեղտը գալիս է տուն։ Բարձացեք կրիշ, բարձացեք ու տեսեք թասերը շարած, վեդրոները շարած, ես կամ տղես կամ հարսս պետք է գնանք այդ վեդրոները, թասերը դատարկենք, որ այդ ջուրը գլխներից չհասնի։ Մի չգիտեմ պատմելու չի, այս որդին նա ինչա, ինչ պետությունում ենք ապրում։ Աշունը, գարունը, ձմեռն էլ չեմ ասում, որ ձյունը հալվում է, անմիջապես լցվում է սենյակ, բաղնիկ, կուխնյա, որտեղ ասես, այնքան շատ է լցվում, որ թասեր ենք դնում, 4-րդ հարկն է մերը, թասերի մեջ ջուրը հավաքվում է, որ ներքև չլցվի, հավաքում ենք, ներքև չլցվի, ինչ ասեմ, 30 տարի ավելաստեղ ապրում ենք, այս վերջի 7-8 տարին, որ մշտական թափվում է, մանավանդ ծնհալից հետո, անենց է թափվում, որ ասում եմ մեծ թասերի մեջ լցվում է թափում ենք, բաղնիքը մշտական է լցվում։ Տանը խոնավության հա, մեր դուրը որ բացում եք, զգացվում է, անընդհատ խոնավ, բայց ամբողջ ամառ լուսամուտները լրիվ բաց եմ թողում։ Հա, դրա համար էլ հիվանդ ենք բոլորս։ Ամենամեծ խնդիրը այն է, որ տունը անընդհատ ջուր է լուծվում։ Հատկապես 5-րդ հարկը, 4-րդ հարկը բոլորս շատ դժգոհ ենք, որ ինչքան դիմում ենք քաղաքապետարան, ինչքան դիմում ենք համատիրություն, ոչ մեկը մեզ չի օժանդակում, չգիտեմ ոնց է լինելու, նույնիսկ փողեր հավաքեցին մարդիկ, տվեցին, որ օգնեն, սարքեն, ոչ մի օգնություն չենք տեսնում, ոչ մի տեղից։ Տունս ահավոր խոնավ վիճակում է գտնվում, բաղնիքը անընդհատ ծորում է ջուրը, անընդհատ ինչ ստեղ բնակարան ենք առել, անընդհատ այդ խնդրի մեջ ենք։ Անընդհատ կրիշներից գնում էինք, նույնիսկ լագաններով դատարկում էինք, հա, որպեսզի տուն չլցվի։ Մեղք են բնակիչները, ահա որ խոնավ վիճակ է, անձամբ ես շատ նորմալ վիճակով ամեն տարի վճարում եմ, պարտք չունեմ, ես չգիտեմ։ 2019 թվականից եկել ենք տեսել ավերակները, ավելի վատ վիճակ, անընդհատ անձրևի վաղտավանը ամաններ ենք դնում որ բանն է։ Ջուրը անձրևա գալի աղջի ջան, լրիվ ջուրը տանն է, բալկոնում նույնն է, ինչ ասեց, պատիեզդում ռեց լրիվ կաթում է, հույս տվին որ հաջորդը ձերն է, մինչև ես մի հաջորդը մերն է։ Կմտնեք բնակարան կնայեք, էլի կնայեք ինչ վիճակ է, լրիվ շովերը տրակած, բաղնիկ, զուգարան, անտանելի վիճակ, ինչ ասես, բալկոնը նույնն է, սենյակները նույնն է։ Լաստի, մազուտն անգենց իշն է, ստավից էլ ջուրն անգեն։ Դե ժամանակին իս թվում ասխալին ես, ես էլ աստի ջուր, ես աստեղ էլ անգատում։
կոնկրետ այդ շենքի մասով շուրջ 611,600 դրամի դեբյուտերական պարկ կա առկա համատիրությանը, իսկ տանիքի հիմնանորոգումը շատ լուրջ ֆինանսական ներդրում է պահանջում։ Հիմա այդ աշխատանքները տարվում են բնակիչների հետ, որպեսզի այդ սոցիալական պատճառները հաշվի առնելով եւ այլ հանգամանքներ, օբյեկտիվ մի շարք փորձում ենք բնակիչների հետ մի գանք, մի հայտարարի գանք, որպեսզի մենք իրականացնենք այդ տանիքի հիմնանորոգման աշխատանքները։ Միայն քանի որ բազմաբնական շենքերի մասին օրենքում փոփոխություն լրացումներ է կատարվել, հիմա ներկայում արդեն ամեն շենք ունի իր անունով բացված բանկային հաշվի համար, որ այդ շենքի վճարած պարտադիր նորմերի վճարները կատարում են բանկի միջոցով եւ ուղղվում են իրենց շենքի հաշվին առկա հաշվի համարին այդ գումարները։ Հիմա այդ իսկ պատճառով մենք իրավասու չենք ուղղակի օրենքով արգելված է, այլ բնակիչների վճարները ուղղորդել տվյալ շենքի առաջացած խնդրին։